4 միլիարդ դրամ ընդամենը 90 օրում։ Այսքան է պետությունը ծախսել քրոնիկ հիվանդ քաղաքացիներին անվճար դեղորայքով ապահովելու համար։ Առողջության ապահովագրության նոր համակարգը թափ է հավաքում, սակայն թվերի տպավորիչ աճին զուգահեռ հարցերը չեն պակասում։ Որոշ մասնագետներ պնդում են, ծրագիրը կարող է բախվել ֆինանսական պատին։ Կա ցանկ, որով որ դեղորայք են տրամադրում, կոնկրետ 200 անուն դեղորայքից ավել, ինքնարժեքը ավելի քիչ է փոխհատուցվում ապահովագրական հիմնադրամի կողմից, քան ներկրողները տալիս են մանրածախ դեղատներին։ Արդյունքում դեղատները այդ դեղորայքները մերժում են մեր քաղաքացիներին, որովհետև բիզնես հետապնդող, շահույթ հետապնդող ընկերությունները չեն կարող 1000 դրամով առնել 800 դրամով վաճառել։ Ծրագրի ներդրումից հետո մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժշկի եւ ստանալ դեղեր ինքնաբուժության փոխարեն, ասում է Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ղեկավարը։ Մենք մոտ բավականին մեծ թիվ են կազմում շահառուները։ Մենք ունենք արդեն շուրջ 700,000 դեղատոմ սպասարկված եւ ընդհանուր առմամբ գումարային արտահայտությամբ դա կազմում է մոտարապես 4 միլիարդ դրամ այս 3 ամիսների համար։ Եթե մայրաքաղաքում խնդիրը հիմնականում դեղատոմս գրելն է, Երևանից դուրս պատկերն այլ է։ Մարզերում դեղ ստանալու իրավունքը դեռ չի նշանակում դեղն արդեն ձեռքում ունենալ։ Մարզերում ուղղակի որոշ գյուղական բնակավայրերի հետ կապված ունենք ֆիզիկական հասանելիության խնդիր, որովհետև ոչ բոլոր բնակավայրերում կան դեղատներ եւ բնականաբար մեր քաղաքացիները պետք է ինչ-որ ձևով, այսպես ասած, դեղատուն այցելեն եւ իրենց համար դուրս գրված դեղորայքը ստանան։ Եթե ծրագրի սկզբում դեղատների դիմաց գոյանում էին կուտակումներ, հիմա պատկերը որոշակիորեն փոխվել է։ Ճիշտ է, հերթերից դժգոհող քաղաքացիներ կան, սակայն պատասխանատուների դիտարկմամբ խնդիրը ոչ թե համակարգի դանդաղաշարժությունն է, այլ մարդկանց սովորույթը։ Մի քիչ հերթ է, բայց ինչ անենք, ամեն բանը սպասարկական կա մի 10-20 կես ժամ, բայց ստանում ես նորմալ։ Այո, ստանում եմ անվճար դեղեր, շաքարախտով հիվանդ եմ։ Հեշտ է ստանալը։ Հա, գնում եմ պոլիկլինիկա, ես 28 տարի է դիաբետով հիվանդ եմ։ Սկզբից դժվար է հերթ բան, մի 3 օրվա մեջ հարցը ստացավ բերեց։ Ամեն ինչ որ պետք էր։ Այո, ամիսը 21,000-ի։ Չէ, չգիտեմ ում դիմի։ Էս 3 տարի աստեղ առնում։ Ինքն է շաքարային հիվանդ եմ պենում, բայց չգիտեմ ինչպես ստա։ Հերթերի առաջացումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր քաղաքացիները եւի նախընտրում են բուժիմնակին ավելի մոտ դեղատները, այս դեպքում բնական է հերթերի առաջացումը։ Հնարավոր է գա պահ, որ անվճար տրամադրվող դեղերը այսպես կոչված սպառվեն։ Ըստ փորձագետի հարցականի տակ կարող է հայտնվել ամբողջ համակարգի ապագան։ Պատճառներից մեկը այն է, որ պետությունը ստիպված է պահուստային ֆոնդից մեծ գումարներ հանել ընթացիկ ծախսերը փակելու համար։ Ես կանխատեսում եմ, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակից մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ դրա հետ կապված, մենք արդեն իսկ ունենք այսօր խնդիր, անցած կառավարության նիստի ժամանակ, եթե չեմ սխալվում կամ նախանցած, 2 միլիարդ 500 միլիոն գումար արդեն պահուստային ֆոնդից է հանվել ապահովագրության շարունակականություն ապահովելու համար։ Անվճար դեղերի տրամադրման գործընթացում հնարավոր են չարաշահումներ։ Հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի խոսքով այս դեպքում կիրառվելու են համապատասխան գործիքներ։ Բժիշկն է ըստ ցուցումների դուրս գրում դեղորայքը։ Հետևաբար դեղորայքի դուրսգրման ճշգրտության պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է բժիշկը։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։